Ես ուզում եմ հարցնել ձեզանից, օրինակ, ձեր կողմերից, ինչքան մարդ է արտաքին աշխատանքներում գնում Ռուսաստան և գալիս։ Շատ է։ Եթե լսել եք երեք Ռուսաստանի նախագահի ամուլի ասուլիսը, ուղղակի պետք է ասել, այնպիսի վտանգի տակ է դրվում Հայաստանը, այնպիսի վտանգի տակ է հայտնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը, որ լրջագույն պրոբլեմներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այդ ճանապարհով են իրենց ընտանիքները պահում։ Տպավորությունը այնպիսին է, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկանում իրական աստիճանը, թե մեր ժողովրդի, մեր բնակչության քանի տոկոսն է, ինչ որ չափով կախված Ռուսաստանի հետ մեր հարաբերություններից, ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններից։ Մոտ 70%-ը տարբեր աստիճանի կախվածության մեջ է։ Այսօր դա դրվում է հարվածի տակ։ Թե ինչի համար ես չեմ հասկանում։ Իրականում չեմ հասկանում։ Բայց երեկվա Ռուսաստանի նախագահի հարցազրույցը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Մեր մոտեցումը հետևյալն է։ Մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի ժամանակակից եւ մարտոնակ բանակով, հզոր դաշնակցով եւ ուժեղ առաջնորդով։ Այս երեք կոմպոնենտը միասին հնարավորություն կտա եւ ապահովել անվտանգությունը եւ տնտեսական մեր զարգացումը։ Հակառակ պարագայում մենք կանգնելու ենք եւ կանգնած ենք այսօր եւ անվտանգային ճգնաժամի առջեւ եւ մեր առջեվում կարող է լինել բավական լուրջ տնտեսական խնդիրներ։ Ուրեմն պետք է ստապվենք եւ այս ամենը շրջանցելու ճանապարհը մեկն է։ Այդ ճանապարհը հունիսի 7-ն է եւ այդ ճանապարհը քվեաթերթիկն է, որի վրա գրած է 17։ Հիշեցիք։